Չարիքի իշխանության ապօրինությունների, քայլերի և գործողությունների արդյունքում այսօր մեր ընկերը գտնվում է անազատության մեջ և իր ողջունի խոսքը ստիպված ասելու է հեռակա կապով։ Խոսքը տրվում է Արթուր Սարգսյանին։ Ողջույնի մարզանապատիվ սիսյանցիներ, ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ոչ մի պատ, ոչ մի սահման և ոչ մի ապօրինի կալանք չի կարող ինձ կտրել իմ Սիսյանից և իմ Սիսյանցուց։ Իմ սիրտն ու միտքը այս պահին ձեր հետ է։ Սիսյան ինձ համար սոսկ աշխարհագրություն չէ, այն մեր պայքարի, մեր պատվի ու մեր ապագայի հիմնասյունն է։ Մեր դեմ կիրառելով ճնշումներ ու ապօրինի կալանքներ միայն մի բան են ապացուցում, որ մենք ճիշտ ճանապարհին ենք ու մեր ձայնը լսելի է։ Դրանք մեզ չեն թուլացնում, այլ ընդհակառակը ավելի են ամրացնում մեր կամքը։ Ոչ եմ անում բոլորին, համախմբված և վճռական։ Մեր տարածաշրջանը ու մեր բնակիչները արժանի են ապահով, հզոր և արժանապատիվ կյանքի, և մենք միասին հասնելու ենք դրան։ Միասին կարող ենք, միասին կարող ենք, միասին կարող ենք։ Սիրելի սիսյանցիներ, նվիրյալ թիմակիցներ, հավատարիմ ընկերներ և բարեկամներ, շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրից ձեր տոկունության, ձեր հավատի և ձեր ակոտրում ոգու համար։ Ուրեմն այսպիսով, հունիսի 7-ին ընտրում ենք համար 17-ին, հունիսի 7-ին ընտրում ենք համար 17-ին, վրդում ենք այս չարիքի իշխանությանը և ունենում ենք մրցունակ և անվտանգ Հայաստան։